Բարև ձեզ։ Ազատություն եմ մաղթում մեր բոլոր քաղբանտարկյալներին, առողջություն եմ մաղթում Անդրանիկ Թևանյանին ու բոլոր մեր այն քաղբանտարկյալներին, ովքեր նաև ունեն հիվանդություն, բոլորի մոտ էլ կլինի ինչ-որ մի տենց հիվանդություն կլինի բնականաբար, այդ մեն այնտեղ ավելի բարդանում է։ Ազատություն եմ մաղթում, իրանց պետքա փոխենք, այս իշխանություններին մինչև չփոխենք, շարունակվելու են ռեպրեսիաները, որ այն որ ստեղ ժողովրդավարություն չկա, դա մեզ արդեն վաղուց հայտնի է, որ գնալով Նիկոլ Փաշինյանը ավելի ուժեղացնելու ռեպրեսիաները, որովհետև այսօր ինքը տենում է, որ ընդդիմությունը ուժեղ է, այսօր ինքը տենում է, որ այս անգամ ինքը չընտրվեց, ինքը կեղծելով ընտրեց, ռեպրեսիաներով անցավ, ու տեսնում է, որ ժողովրդի մեծ մասը իրան չեն ուզում, պետքա ջարդի, ռեպրեսիաներով պետքա ջարդի, որ թույլատնի իր վտանգը դեպի իրան եկող ու ասենք ամրացնի իր իշխանությունը, որտեղ ինքը զգում է, որ ճիշտ է այսօր ինքը հանցավ էլի դարավ վարչապետ, կեղծելով ռեպրեսիաներով, բայց ինքը թույլ է ամեն վարքյան կարելի է պայթուն լինի։ Հիմա ինքը փորձում է կանխարգելի այդ պայթունը ընդդիմադիր քաղաքական գործիչներին նստեցնելով, ռեպրեսիաներով, մի խոսքով։ Շարունակվելու է այնքան ժամանակ, քանի մենք չենք փոխել այս իշխանություններին կամ էլ ինքը վերջնական նորից չի ջախջախել ու իրան ապահով չի զգացել։ Այս սենսին ազատություն եմ մաղթում ու առողջություն եմ մաղթում Անդրանիկ Թևանյանին էլ, Գագիկ Ծառուկյանին էլ, Արմեն Աշոտյանից կյանքին մեռնեմ իրան էլ, բոլոր մեր քաղբանտարկյալներին, բոլորին անան հիմա այնքան շատ են անուն չես էլ իշում պայտակ, հետո ասում ես արա ես ինչ տղունը չասի են ինչ քաղաքական գործչինը չասեցի, այնքան շատ են քաղբանտարկյալները, բոլորին մաղթում եմ ազատություն ու առողջություն։ Դու ավել էլ կլինի։ Իհարկե, էդի էլ մենք այն ում որ ճանաչում ենք, բայց շարքային մարդկանց մասին ու բոլորին չենք իմանում, բոլորին ճնշումները, ռեպրեսիաները շարունակվում են, մեկը հանգարց իրանց օգտին զգացին, որ իրանց կողմից չեն հակառակ իրանց ինչ-որ մի հատ քայլ են անում, սաղի նկատմամբ ուժեղացնում են ճնշումները։ Ու այս կարգի ոչ մի իշխանության օրոք չեղի, այս կարգի ռեպրեսիաներ մարդկանց ճնշել։ Սրանք հենց գիտեն, որ ափրցփր Facebook-ում քֆուր քյաֆար կա, ով ինչ ուզի հաճում է, այն շարքային մարդիկ, էդի դեմոկրատիա։ Դեմոկրատիան այդ չի։ Էդի խոսքի ազատությունն է, չէ խոսքի ազատությունն է, որ քաղաքական խոսքը պետք է ազատ լինի։ Իսկ քաղաքական խոսքը այսօր հենց Արմեն Աշոտյանին ինչի համար են բռնել։ Հենց քաղաքական խոսքը, որտեղ քաղաքական խոսքը Արմեն Աշոտյանի ջախջախում է այսօրվա այս իշխանություններին։ Այսինքն քաղաքական խոսքը պետք է ազատ լինի, ոչ թե ափրցապար լպիրշությունը։ Այն ինչը որ սպառնում է, կարա սպառնալի քնի այս իշխանություններին, այդ խոսքը իրանք լրացնում են, այսինքն քաղաքական խոսքը։ Ափրցապար խոսալը չի ժողովրդավարություն ու խոսքի ազատություն։ Իրանի դատարանը ամենաճանաչ է Գագիկ Ծառուկյանին, այս իրանցիների իրականում խաբեբաներ են, մի լումա անգամ ներդրում չեն արել Հայաստանում, խնդրեմ ես ամենի հետ կապված է տեսակետը։ Գագիկ Ծառուկյանին բռնեցին մի բանի համար, որ իրանց դեմ դուրս եկավ։ Այսօր ով իրանց դեմա դուրս գալիս, իրանց բոլորին բռնում են։ Ու գիտեք ինչն է հետաքրքիր, նախ ազատություն եմ մաղթում նաև Գագիկ Ծառուկյանին ու մի հատ նորից ուզում եմ ամոթանք տամ մեր սպորտսմեններին, որ չեն հելնում կանգնում իր կողքը, ով որ կանգնում ապրեն իրանք, բայց այսօր ամբողջ մարզաշխարհը պետք է հելներ կանգներ Գագիկ Ծառուկյանի կողքը։ Մեծ բարեգործ մարդ է, այդքան մարդու կյանքա փրկի, այդքան մարդու լավություն արի, այդքան մարդ է ու մոմա վարում իր կառուցած եկեղեցիներում, բայց այդ մարդիկ չեն ուզում հելնեն կանգնեն իր կողքը։ Այ ամոթ նրանց, ովքեր որ չեն կանգնում Գագիկ Ծառուկյանի կողքը, իսկ ով որ կանգնում են, իրանք շատ քիչ են իհարկե, բայց հալելա իրանց։ Հիմա նայեք տեսեք, սենց որ սենց բաներ են անում, չէ՞, սենց բեսպրիձելավարի։ Հիմա ով կգա ստեղել ներդրում կանի։ Հիմա ես մտածում եմ ու բոլորը երևի Ծառուկյանն էլ երևի իր հարազատներն էլ կմտածենք ասեն, արա մի բան գոնե դուսը, ես էդ եմ ասում, գոնե մի բան դրսերում ունենա, ինչ-որ բիզնեսներ Ծառուկյանին ունենա դրսերում, որ այդ մարդուն լրիվ չսարքեն քյասի օրվա հացի կարոտ, հասկանում ես, լրիվ չկարնան ձեռից առնեն, դրսի բաներն էլ ոչի կարա առնի։ Այսինքն մենք հասնենք այն վիճակին, որ առաջ որ մարդկանց ասում ենք, արա եկեք ստեներ դրում արեք մեր երկիրը թող զարգանա, մեր տնտեսությունը թող զարգանա։ Հիմա ասում ենք, արա Երան ես մարդը դրսում ինչ-որ ներդրումներ ունեցած լինի, որ հիմա գոնե չկարենան ամբողջությամբ վերցնեն իր ունեցվածքը։ Բնականաբար վաղը չեմ հուսալը, որ երկիրը ազատագրվի այս իշխանություններից, այդ ամեն ինչը հետ ենք վերադարձնելու մենք։ Բոլոր նրանցից ումից որ խլել են այս իշխանությունները, բեսպրիձելավարի խլել են իրանց ունեցվածքը, այդ բոլորը հետ ենք վերադարձնելու։ Բայց մինչև այդ այս մարդիկ չքասի բանան լրիվ էլի հասկանեք, ինչ որ մի բան ունենան։ Այսինքն հիմա մենք ասում ենք ինչ լավ է, եթե իհարկե Ծառուկյանը
դե կունենա երևի դրսերում ինչ-որ մի բիզնես բան, ասում եմ ինչ լավա գոնե ունի, որ գոնե էդի չէ, էդ էլ հո չեն կարող խլեն։ Ասենք Սամվել Կարապետյանից հեծը խլեցին, ասում եմ պիտի սարքեն բոմբ, չէ, Սամվել Կարապետյանին, բայց ես էլ ասում եմ դու բոմբ չես կարող Սամվել Կարապետյանին սարքես, որովհետև Սամվել Կարապետյանի միլիարդների մեծ մասը դրսում է։ Այսինքն փաստորեն մարդիկ բերում են ստեն ներդրում են անում, հայրենիքում պետության մեջ իրանց հայրենիքում ներդրում են անում, որ հիմա այսօր ընկնեն, ել ով կգա ստեն ներդրում կանի։ Ով կգա ստեն ներդրում կանի, որովհետև վաղը չեմ իսօրը բոլորին էլ կարա կպնի ինքը։ Նույնիսկ ես վստահ եմ Խաչատու Սուքյասյանը, որ իր մարդն է, նա էլ է հիմա վախանգ է սիրտը։ Նա կասեց էլ կարող է ինվրի սա ֆազերը կսի sense գա բեսպրիզելավարի խլի։ Այսինքն ստեղ օրենք չի գործում։ Օրենք որ գործի կասես ախպեր կետամ ես իմ ներդրումը կանեմ, ոնց կգա կխլի։ Ոնց իմ ունեցվածքը կարա գա խլի, չէ՞ իմ ձեռից։ Բայց բեսպրիզելավարի նագլից էլի խլում են, ոչ օրենք, ոչ դատ, ոչ դատաստան։ Այսինքն իր սրտի օլիգարխներն էլ վաղը չեմ իսօրը կարա պայտակ ներվայնանա վրեկների ինչ-որ մի բանից, նրանց ձեռից է խլի։ Այսինքն այս երկրում ոչ ոք էլ ներդրում չի անի, քան այս իշխանությունները կան։ Ով էլ ստեղ ներդրում ունի արած, մի պիտի մտածի ոնց անի փողերը հանի տանի փրկի իր ունեցվածքը։ Էս էլ էս առումով կասեմ։ Մենք տեսնում ենք, որ իրենք ինչպիսի, այսպես ասենք, իրավապահ համակարգը կենտրոնացել են ընդդիմադիր հայտեր ունեցող մարդկանց նկատմամբ, ու այս իրականության մեջ ամբողջ երկիրը հանցագործության մեջ բխվում է։ Կրակոցները ամեն անկյունում, սպանությունները ամեն անկյունում, օրը ցերեկով հանում են Բաղաշյան փողոցում մարդ են սպանում, Մուրացանում մարդ են սպանում, այս ամենը ինչի դրսևորվում է։ Այդ ամեն ինչը նրա դրսևորումն է, նայեք տեսեք այդ ամեն ինչը ինչի դրսևորումն է, որի էլի մեղավոր էս իշխանություններն են։ Ես սրա մասին միշտ խոսացել եմ ու էլի պետք է ասեմ, այդքան ոստիկանների թերությունը չի սա։ Բնականաբար իհարկե ճիշտ եք ասում, որ ոստիկանների ուշքի միտքը Նիկոլ Փաշինյանի զակազները կատարելն է, դե ինչ անեն, Ստիվասյանեն շատ տեղերում էլ շատ բաներ չեն էլ կարա նկատեն բնականա։ Բայց կոնկրետ այս սպանությունները, այսքան խուլիգանությունները, որ կատարվում է, դա ոստիկանների մեղքը չի, ոստիկանների աշխատանքի մեղքը չի։ Դա այս իշխանությունների մեղքն է, այնքանով որ ինքը փողոցային կյանքի դեմը փակում է։ Մարիամ ջան, բաներ կան, որ փողոցը պետք է լուծի, ինչքան էլ ուժեղ լինի օրենքով չեն կարող կարգ ու կանոն հաստատեն։ Ես սրա մասին միշտ եմ խոսացել։ Գոյություն ունեն փողոցային կանոններ, փողոցային կանոններով այդ նման կարգի երևույթների դեմը պետք է առնծվի։ Այսօր ինչ են մտածում մարդիկ, ամեն մեկը ճիշտը հասկանա յուրովի։ Ամեն մեկը մի ձև է հասկանում ճիշտը։ Ու իր հասկացած ճշտին, որ դու կպար, ինքը հանուն իր ճշտի արդարությունը ոնց է ինքը հասկանում։ Հանուն այդ արդարության կարող հանի մեկին գնդակարի, չէ՞։ Ու ինչ է մտածում, ասում է եկե գնդակարեմ, կետամ կհանեմ, կսպանեմ, կետամ կնստեմ։ Սենց է ինքը մտածում։ Էլ ուրիշ պատասխան տալու տեղ չկա։ Բայց եթե իմանա, որ սպանեց մեկին, արա դու կյանք ես, թե որ կյանք ես խլում։ Կյանք պետք է մարդուց խլեն են ծայրահեղ դեպքում։ Հասկանում եք, ստից բանի համար դու մարդուց կյանք ես խլում, այ որ իմանա դրա համար տեղ կա, որ դի պատասխան տա, այդպես բան չի անի։ Բա առաջ Էրեբունիներում խի չէին տենց սպանություններ կատարում, այդ ծևի բաներ կատարում, դեպ կային թաղային հեղինակություններ, կային օրենքով գողեր, որ մարդը գիտեր, որ եթե ինչ-որ մի հատ բան անի, պատասխանը տալու են այդ մարդկանց։ Այդ մարդկանց պատիժը ավելի ուժեղ կլինի, քան օրենքի պատիժը։ Այս սա պետք է այս իշխանությունները հասկանան ու այ փողոցի կանոնների դեմ չգնան։ Փողոցը ունի իր կանոնները, դրա դեմը եթե դու փակես, ավելանալու են բեսպրիզելություններն ու խուլիգանությունները ու հանցագործությունները։ Վերջ-վերջո Ստալինը սրանց չափ կարող չէր հասկանում։ Ստալինն է ստեղծել գողական աշխարհը, որ օրենքով գողերը հաստատեն կարգ ու կանոն փողոցներում, մեկ էլ կալանավայրերում։ Եթե դու իրանց դեմը փակում ես, ուզում ես վերացնես իրանց, այսպես խուլիգանություններ ու բեսպրիզելություններ է տարածվելու։ Ես օրինակ տեսեք Մարիամ ջան, եթե իշխանությունը փոխվի, ես եմ ասում, ինձ 10 օր ժամանակ է պետք կարգ ու կանոն հաստատեն փողոցներում, եթե իշխանությունը իմ մեջքին կանգնի։ 10 օր ժամանակում, 10 օր այնպես պետք, որ փողոցում հաստատի կարգ ու կանոն ու այսպես բեսպրիզելություններ էլ չլինի։ Ընդամենը 10 օր, բայց դու ունենաս պետության աջակցություն, եթե պետության աջակցությունը չունեցած չես կարող անես։ Այս սա դրա արդյունքն է, ոչ թե մենակ սպանությունները, այլ նարկոտիկները բա։ Դպրոցներում երեխեքը նստած են դեղի վրա։ Վախում ես երեխու թողես էտա դուրս։ Փառք ասում մեր երեխեքը սպորտով են զբաղվում, էդի պահում է, դեմը ու էլի Ծառուկյանին հալալ է, որ սպորտը զարգացել է, շատ մարդիկ որ նարկոս չեն դառնում իրանց երեխեքը, էդի նաև Ծառուկյանի շնորհքն է։ Հիմա Ծառուկյանին օլիմպիական կոմիտեի նախագահությունից են, չէ՞ ուզում հանեն։ Էդել եմ լսել, այսինքն որ էլ չեմպիոն էլ չունենանք, հանել են արդեն, որ էլ չեմպիոն էլ չունենանք, էլի, չեմպիոններն էլ, այսինքն որ մեր դրոշը բարձրացնում են մեր սպորտսմենները, էդ էլ է սրանց վրա ազդում, որ սաղ փողոցի, սաղ երեխեքը դառնան նարկոշներ, ալկոգոլիկներ, պլանքաշներ, էդ եք ուզում արա, թեկուզ որ գոնե սպորտով զբաղվում են այդ երեխեքը, եթե սպորտսմեն չեմպիոն չեն էլ դառնում, գոնե նարկոշ էլ չեն դառնում։ Երեխեքը իմ ասեմ, աղջիկ երեխեքը դպրոցական
Աղջիկ երեխեքը հակած են տեղը։ Դուք պատկերացնում եք, ու այս ամեն ինչը հենց դրա հետևանքն է, որ փողոցը չի կարգավորում իր մեջ իր հարցերը։ Ուրեմն մենք այս որ մեր հակառուսական քայլերով Մարիամ ջան, ես միշտ ասել եմ, տնտեսությունը կարա այսօր կարճաժամկետ հատվածում վատ լինի, երկարաժամկետ հատվածում դզվի ու կարողա դաժե ավելի լավ է լինի, օրինակ, բայց մենք ունենք անվտանգության խնդիր, այստեղ ոչ թե մենք կենտրոնանանք ծիրանի վրա, որ արա ծիրանը չի ծախվի, ես չի լինի, այսօր չի ծախվի, վաղը կծախվի։ Մենք պետք է հասկանանք, որ հակառուսական քայլերով այդտենց դեպի Եվրոպա փորձել գնալով մենք անվտանգության խնդիրներ ենք առաջացնում մեր համար։ Նորից եմ ասում, միշտ ասել եմ, այս տարածաշրջանը Ռուսաստանինն է։ Ռուսաստանի ինչ ուզում ես արա, բայց ոչ Ռուսաստանի շահերին հակառակ, ոչ Ռուսաստանի դեմ դուրս գալով։ Ռուսաստանի դեմ դուրս է կար, անվտանգության խնդիրներ ես ունենալու։ Ծիրան միրանը հələ ջայնամ, լավ, տնտեսությունը լավ կթուլանա, հետո կդզվի։ Կարող մի որոշ ժամանակ հետո ավելի լավ է լինի, քան հիմա որ ԵԱՏՄ-ում ենք։ Օրինակ, բայց անվտանգության առումով մենք ունենանք լուրջ խնդիրներ, շատ լուրջ խնդիրներ։ Այսի չեն կարող մասկնա ոչ մեր ժողովուրդը, ոչ էլ երևի այս իշխանությունները։ Որ հակառուսական քայլերը կործանարար են լինելու ոչ թե մենակ տնտեսության համար, այլ մարդկանց կյանքերի համար, պետության գոյության համար։ Դե խափում են, բնական է, նորա մեր համար պարզ որ խափում են, այդ որ հարցում չեն խափում, որ հիմա էլ տնտեսության հարցում չխափեն։ Բնական է խափում են, ոչ մի սաղ մարդկանց ապրանքներն էլ մնա չեն կարող ծախեն, ասում են հանում ենք, կարող ենք տանենք Եվրոպա, չէ, սուտ են ասում, էդ են, բա որ տանում եք Եվրոպա, այդքան մարդիկ խի են բողոքում։ Այդքան մարդկանց ապրանքները չի ծախվում, չէ։ Բայց ես ուրիշ բան եմ ասում, Մարիամ ջան, ես ասում եմ, լավ ամենավերջում մենք իմանանք լավ էլ ծախվի, լավ էլ կանան տնտեսությունը էլ ավելի լավ գծերի վրա դնեն դեպի Եվրոպա տանելու, բայց դուք ունենաս անվտանգության խնդիր, ու անվտանգության խնդիրը էլ որ ունեցած տնտեսությունն էլ ավելի վատ վիճակում կհայտնվի։ Դու Ռուսաստանի նման հզոր պետությանը թշնամացնում ես քեզ, ուզում ես հաջողություն ունենաս, չես ունենա։ Առաջ երթին Ռուսնա մեր դաշնակից է, այլընտրանք մենք չունենք։ Այդ դրանից հետո արդեն կառուցի սաղի հետ լավ հարաբերություն, առանց ցավացնելու Ռուսաստանին, ես սա կասեմ։ Բայց տեսնում եք, չէ, որ ինքն շարունակում է մտել, որ Ռուսաստանի հետ չէ, հարաբերությունները մենք ամեն ինչ կանենք, դիալոգ շուկա։ Հա թողանի, չի անում, չի անում։ Հայ, ախար Ռուսաստանն էլ հոյես իր անտերողները չեն, որ ոնց ուզի խափի։ Ռուսը դեմա կոնկրետ քայլ էր, չէ, հակառուսական։ Ու պատժիչ բանը արդեն միացրել է Ռուսաստանը։ Հələ թեթև մի երկու հատ տնտեսական մի երկու աբրանք չի թողում, որ դա Ռուսաստան արդեն ստեղ խնդիրներ առաջան։ Բա որ ընդհանուր գազը փագի, օրինակ հիմա գազը փագի, թանկացնի։ Օրինակ հասարակ բան։ Պատկերացնեք ստեղ ինչ կկատարվի։ Էդ իլը տնտեսական առումներով, բա որ վերջում սկսեց անվտանգային առումներով մեզ էլի նորից ճնշել։ Մի հատ հասկացնի, որ ես չեմ պաշտմանելու, elə տեսեք չեմ պաշտմանի Հայաստան, տեսեք թուրքը մեզ ինչ կանի։ Մի հատ sense հասկացնի, էլի որ չեմ պաշտմանելու ձեզ։ Քաշում եմ գրաղ։ Ադրբեջանցիներից են հա գալիս հերթական սպառնալիքները, ինչ այլոց վերջերս Փաշինյանը դեպի Արցախում խուստուկ էր բարձրացել, մենք տեսանք որ Ուրեմն խուստուկն էլ է հանձնելու հեսա, եթե բարձրացել է այդպես։ Բավը տենց որ իրան ասեցին չեմ լսե դրա մասին, միացտեից չի հիստերիկ անում, մենք մի հատ բան ենք ասում, ստեղ ինդիմությանը հելում ճաղում է, բա թուրքը քեզ ասում է քո ինքն իշխան, տարածքում խես հելել խուստուփի լեռը, բա խի չես խոսում մի հատ, խի չես ասում դու ով ես որ դու ինձ պետք է ասես, արա, էս էլ հո քո ինքն իշխան տարածքնա, Արցախը չի, որ նախկիններից սկսած հանձնված էր, քո ինքն իշխան տարածքնա, որ բանը այն Բրոշկեն, դոշիտ կպսած ման ես գալի, բայց չես ասում լավ եմ արի դու ով ես արա, դու ինձ պետք է ասես, ես էլ սահմանադրությունը չի, որ ասում ես դու գիտես ինչ կա, բանը իրանց բանին սպառնալիք կա դրա համար են ասում, լավ եմ անում հելնեմ խուստու բլեր կուզնեմ կհելնեմ կուզնեմ կիշնեմ դու ով ես, բա խի չես ասում, եթե այս իշխանությունները մնացին Մարիամ ջան, դու Երևան սաղ վերցնելու են թուրքերը, սրանք էլ սաղ հանձնելու են որպեսի չանձնես, որպեսի խաղաղությունը լինի, սահմանադրությունը փոխենք խաղաղությունը լինի։ Այդ ով չգիտի, որ սահմանադրությունը թղթի կտուր է։ Այդ ով չգիտի, որ սահմանադրությունը ինչ է լինի գրած, Մարիամ ջան, եկուց որ մենք հզորանանք, դի նայենք սահմանադրությանը, այլ Արցախը պիտի չուզենք հետ բերենք։ Եկուց որ հզորանանք մասի սառնել ենք ուզելու հետ բերենք։ Այդ ով չգիտի։
Ասկետի Նիկոլն է լավ գիտի, թուրքերն է լավ գիտեն, որ սահմանադրությունը փոխելով չի, ինչն է ասածես, այսօր թուրքը չի ուզում մեր այդ բարիշի էլի խաղաղության բան ստորագրի, որովհետև դա մի փոքր ավելի մի քիչ ավելի դժվարություններ կար իր համար առաջացնի, որովհետև եթե ուզենար այսօր ամենաշատը իրանք պետք է ուզեն խաղաղություն, որովհետև այդ թուղթը մի քիչ ավելի իրանց դիրքերը կուժեղացնի, բայց նորից եմ ասում, սահմանադրությունը փոխեն, չփոխեն, թուրքն էլ լավ գիտի, որ որը մենք հզորացանք, մենք Արցախն էլ ենք փորձելու հետ բերենք, եթե սահմանադրության մեջ միջազգային պայմանագրերով թեկուզ ինչ էլ գրած լինի, մենք մի ապրավդանի կգտնենք, հետ կբերենք, ու ոչ թե մենակ այդ էլ արևմտյան Հայաստան էլ Վանա լիճնել ենք հետ բերելու, եթե մեր ուժը պատետի ով չգիտի։ Այս եթե խաղաղություն են ուզում, չեն նայել սահմանադրությանը, խաղաղություն կհաստատեն, իրանք խաղաղություն չեն ուզում, ու հենց կարող են դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը էտել գիտակցելով, թե չէ ինչ էր եղել, մի քիչ ավել կեղծեր, այդ բանը սահմանադրական մեծամասնությունն էլ կունենար էլի։ Մի քիչ ավել կեղծեր, կարա չի կեղծեր, այդ այսքանը կարացավ կեղծի, այնքանը չկարծավ կեղծի։ Ասածս ինչա, խաղաղություն չի լինի ստեղ այնքան ժամանակ, քանի մենք ուժեղ չենք։ Իսկ որպեսզի մենք լինենք ուժեղ, առաջ երթին պետք է ունենանք ուժեղ իշխանություն ու արդեն դրանից բխող ուժեղ դաշնակիցներ, ուժեղ դիվանագիտություն, ուժեղ տնտեսություն, ուժեղ բանակ։ Այդ դա է պետք, որը որ գալիս է իշխանություններից, մինչև իշխանությունը ուժեղ չեղավ, ոչ ուժեղ դաշնակից կունենաս, ոչ ուժեղ դիվանագիտություն, ոչ ուժեղ բանակ, ոչ ուժեղ տնտեսություն։ Սրա մասին շատ եմ խոսացել ու մի հատ նորից ասեմ, Մարիամ ջան, մերոնք էլ թող բան անեն, թող Բաքվի Սումգայիթի հայերի հարցը բարձրացնեն։ Իսկ Արցախի հարցը նորից եմ ասում, առանձին թեմա է։ Արցախը սրա չխառնեն։ Այս Նիկոլը բերեց Արցախը բանարեց նույն հարթության վրա դրեց այդ իրանց 300,000 փախստականների հետ։ Արցախը առանձին թեմա, իսկ 300,000 ադրբեջանցու հարց են բարձրացնում, մենք էլ թող 500,000 հայերի հարցը բարձրացնենք Բաքվի Սումգայիթի ու Կիրովաբադի։ Դո ինչի՞ չէ, դու արդեն սկսեն մաներից արևմտյան Հայաստանի հարցն էլ բարձրացնել։ Բա թող այդքան այդպես Եվրոպա կանի ասա Թուրքիա Եվրոպա է ուզում գա, չէ՞։ Բա 10 միլիոն հայ քո պատճառով լավ ցեղասպանությունը չես ճանաչում։ Չես ընդունում ցեղասպանություն չեղե, բայց քո պատճառով 10 միլիոն հայ իրանց հայրենիքից զրկվել են։ Դե թող հետ կան արևմտյան Հայաստան, մի հատ էլ ինքնավարություն տեղ տվեք իրանց։ Բա բարձրացեք այս հարցերը։ Խի չեք բարձրացնում։ Իսկ Բաքվի ու Սումգայիթի հարցերն էլ թող բարձրացնեն ու դեմ տան այս 300,000-ին։ Դեմ տան այս հարցին։ Այս 300,000-ը ես առաջին մարտն եմ եղել, Մարիամ ջան, որ ձեր մոտից կանխատեսել եմ 21 թվին։ Ստեղել եմ ասել, լավ ուզում եմ ասել։ Ասել եմ Ալիևի հաջորդ քայլը լինելու է, որ նա պետք է ասի ում քշել եք Երևանից պետք է հետ գան Հայաստան։ Ձեր հայերն էլ թող հետ գան Բաքու կասի։ Բայց ոչ մի հայ Բաքու չի էտա բնականաբար, իրանք կգան կլցնեն ստեղ ու մի քանի տարի հետո ստեղ կդառնա արդեն արևմտյան Ադրբեջան։ Եթե ուզում են որ խաղաղությունը լինի, ոչ մի թուրք պետք է Երևան չգա, ոչ մի հայ պետք է չգնա Բաքու։ Եթե ուզում են հարատև լինի խաղաղություն, իսկ Արցախը առանձին թեմա է, որովհետև ազգամիչյան բախումներ անհնար է չլինի ժամանակ առ ժամանակ։ Մենք Թուրքիա չենք կարող ոչ մեր պետության մեջ ապրենք, ոչ էլ թուրքական պետության մեջ։ Ազգամիչյան բախումներ անընդհատ կլինի, եթե չլինել կհրահարեն։ Հիմա եթե դուք խաղաղություն եք ուզում, ուրեմն պետք է սենց շարժվեք։ Բարձրացեք Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի հայերի հարցը, դեմ տվեք այդ 300,000 իրանց ասած իրանք 300,000 ասում, դուք էլ ասեք 500,000, իրականում 500,000 հայ եղել ընդ։ Հել կանգնի ասա Բաքուն ով է կառուցել։ Բաքուն հայերն են կառուցել։ Այդ ասեն Երևանը մերն է, որ այնքան անասուն են սրանք։ Այ անասուն, որ ստեղ հայը ապրեսի Ալիևին եմ ասում։ Մեկ էլ էս Նիկոլին, որ դեմը չի առնում։ Որ ստեղ հայերը ապրել են, հələ թուրքերը եղել են Միջին Ասիայում, իսին որտեղ արենք այ քոչվորներ։ Եկել եք ստեղ խաղի հողերի վրա պետություն եք ստեղծել, մի հատ էլ ասեք Երևանը մերն է եղել։ Հա կարող է ինչ-որ մի շրջան հայերը ստից ընդեղ են տեղահանվել, դից ընդեղ են տեղահանվել, կարող է ինչ-որ մի շրջան էլ եղել, ստե մի քիչ թուրքերը ավելի շատ են եղել։ Օրինակ, հետո չեղավ որ սա ձերն է։ Հələ եթե կամենասկզբից ակունքներից գանք։ Այս սա տարածքը հայկական է եղել, Ադրբեջանի կեսը հայկական է եղել պատմական։ Հələ ակունքներից արեթան գանք։ Հերթական մամը բանակում երեքելի զինծառայողը մահացել, խնդրեմ այս իրենց բանած բանակը, զոհերը գլուխ են կողում, որ Կրակոց չկա։ Նախ Մարիամ ջան, այդ որ մահանում են, ես հələ չգիտեմ։ Դու ուսում ասեն կարա թուրքերն են գալի խփում։ Ինչ գիտես։ Դիլը մի հատ ուսումնասիրես, չէ՞ դե։ Ինչա կա, կարա թուրքերը գալի խփում են, հիմա որ թուրքը գա դիվերսիա անի մեր հայրից, հայ զինվորներից սպանի։ Սրանք ձեզ թվում է կասեն թուրքերն են արել, կասեն չէ, կասեն ինքնասպան եղել կամ հայն հային խփել կամ ինֆարկտա խփել մահացել է։ Այդտեսի ասեն որ խաղաղության
գործընթացին բան չանեն, չխաթարեն իրանց ասած։ Ինչ ուզում եմ ասեմ, ինչ գիտեմ, այդ զինվորները փառք բոլոր մեր զոհերին աստծո լույսերի մեջ են իրանց հոգիները, շատ եմ ցավում, բայց ինչ գիտենք, ինչից են մահացել, էլի։ Երկրորդ, նույնիսկ եթե իրոք տենց ինչ-որ դժբախտ դեպքերից մահանում են, էդ էլ այսքան կարգապահություն ուրեմն չկա, չէ։ Ուրեմն իրանք չեն կարող, չեն ինձ կազմակերպեն բանակային կյանքը, որ մահերը քիչ են։ Բախի նախկինների օրոք, մերոնց օրոք տենց բաներ են լինում, շատ քիչ կարող ալներ, հազվագյուտ կարող ալներ, դե հազվագյուտը նորմալ է, բայց այդտեղ արդեն շատ չափից ավել ալնում մեր մոտ նման կարգի մահերը բանակում։ Եվ գիտեք, փառքու շարունակում են խոստանգել մեր հայրենի։ Ազատություն, Դավիթ Մանուկյանի բանն էլ լսեցի, իհարկե։ Մարիամ ջան, ես նորից եմ ասում, ես ինձ բռնաբարված եմ զգում ամեն օր ամեն ժամ ու ցանկացած հայ սենս լինի։ Քանի մենք այնտեղ ունենք գերիներ ու քանի մեր Արցախը, մեր հայրենիքը, մեր գերեզմանները ամեն օր պաղծվում են թուրքերի կողմից։ Ամեն օր թուրքը պաղծում է մեր գերեզմանները այնտեղ Ղարաբաղում, Արցախում։ Ու քանի դեռ դա տենց է ու քանի դեռ մենք ունենք գերիներ, ես կոնկրետ ինձ ամեն օր զգում եմ բռնաբարված, հասկանում եք, ստորացված։ Այս իշխանությունները եթե ուզեին, գոնե գերիների հարցը վաղուց լուծած կլինեին։ Բա WhatsApp-ը ունես Թրամփի։ Մի հատ զանգի ասա Թրամփ, չգիտեմ ոնց ես դիմում, ցած ես ասում, անկել ես ասում, ինչ ես ասում։ Ասա, բա խաղաղություն ենք կնքե դու էլ քավորն ես խաղաղության։ Բա մենք ընդ ռազմագերիներ ունենք։ Բա որ ճիշտ ու սխալը լինի, մենք էլ Տալիևին կդատենք։ Համի մենք ըստ մեզ հանցագործները թուրքերն են, ըստ թուրքերի էլ մենք ենք։ Բայց եթե բարիշում ենք, ուրեմն սաղ դնում ենք մի կողմ բարիշում ենք։ Համի համազպես բարիշում ենք, համազպես հանցագործներ են իրանք, գերիներ, չէ։ Հիմա ճիշտ ու սխալ անենք, դե ուրեմն դիր դու էլ ստեղ հերակը կարկով դատի Ալիևին, դատի դրանց սաղ այդ հանցագործներին, դե դու էլ տենց արա։ Բայց եթե տենց է, Մարիամ ջան, ասենք, եթե տենց է, եթե իրանք մեզ հանցագործ են համարում, մենք էլ իրանց ենք, չէ, հանցագործ համարում։ Հիմա եթե բարիշում ենք, եթե չէ, դնենք ճիշտ ու սխալ անենք, արի դնենք ճիշտ ու սխալ անենք։ Բայց զանգի ասա հոպարիդ, անկլիդ, բանին, Թրամփին, զանգի ասա քավոր ինքն է, ասա գերիներն եմ դե։ Գիտեք խի չի անում, որովհետև չի ուզում, որովհետև իրան էլա ձեր տալի, որ այդ մարդիկ այնտեղ գերության մեջ գտնվեն։ Թե չէ որ այս իշխանությունները ուզեին, մենք հիմա մի հատ գերի չէինք ունենա այնտեղ, մի հատ գերի, այդ հարցը կարային գոնելուց էին։ Զանգեին քավորին, ասեին քավոր։ Խաղաղության քավորն ես, թո զանգեն Եվրոպա ամեն օր օրը 24 ժամ թո զանգեն անտած զանգեն ասեն, չհասկացա ստիպեցիք ինձ եկա կամ չստիպեցիք, չգիտեմ ինչ արին, եկա ստորագրեցի սաղ ձեյուզած, ձևի ստորագրեցի Ղարաբաղը ճանաչեցի Ադրբեջանի կազմում, որ ընդ գերի ունեն, հա։ Գերիներից բերեք գոնե արա։ Բա պադոշերես ունես, այդ պադոշերեսը խոտո այդ Եվրոպաներին ու ամերիկանիներին գավադի տարա, որ այդ հարցը լուծեն, էդի են հարցնա կլուծեն, գերիների հարցը կլուծեն, բայց չի անում, որովհետև չի ուզում, Մարիամ ջան, ինքը կարար իրա պադոշերեսով այդ հարցը կարար լուծեր, չի ուզում ուղղակի, ինադանող չի, որ ասենք դե լավ ինադա, նախ քաղաքականության մեջ ինադ չկա, ինք ուզն ասեմ ոչ ամոթ ունի, նա պադոշ երես ունի, նա կարա իրա պադոշ երեսի հաշվին, այս հարցը վաղուց կարա լուծած լներ։ Եվ ևս մեկ անգամ ձեր խոսքը, այդքան բանտարկյալները շարունակում են խոստանվել, այստեղ Բաքվում Ազատություն եմ մաղթում մեր բոլոր քաղբանտարկյալներին, մեր Բաքվի գերիներին, բոլորին, առասրակ աշխարհում ինչքան կալանա որ կա թող բոլորին ազատություն լինի։ Ես այդ եմ մաղթում ու մենք էլ պետք է պայքարենք իրանց ազատության համար նաև։ Այսօր մեր հայրենիքն էլա բռնազավթված, մեր հայրենիքի ազատության համար Արցախն է բռնազավթված, Հայաստանն է բռնազավթված նաև։ Պետք է պայքարենք ազատության համար իրանց։ Դա կասեմ, մեկ էլ ամոթ, այդ էլի պետք է ասեմ, ամոթ են մարդկանց, ովքեր որ մոռանում են իրանց լավություն արող մարդկանց, էլի։ Մեր ազգը ուրացավ մեր հերոսների արածը, Մարիամ ջան, դա համար այսօր ընկավ։ Մենք ուրացանք ու մինչև հիմա էլ չենք գնահատում հələ այն ինչը որ արել են մեր հերոսները, այսինքն նախկին իշխանությունները։ Ինչը որ արել են չենք գնահատում մեր ժողովուրդը նույնիսկ հիմա չի գնահատում։ Այդ դրա համար մենք այսօր ենք ու Աստված շարունակում է մեզ պատժել։ Սպորտսմեններ, նորից եմ ասում, գնացեք կանգնեք Գագիկ Ծառուկյանի կողը։ Սպորտիվնի իր նկարով մայկեք հակեք, հելեք մրցումների, հայտարարություններ արեք, ձեր միջազգային ֆեդերացիաների նամակներ գրեք, պայքարեք, այսօր որ դուք չեմպիոն եք, այդ մարդու զասլուկան շատ մեծ է, պայքարեք, սպորտը այսօր որ աշխարհով մենք թնդում այնքան չեմպիոն ունենք, որ մենք մեր բոլոր չեմպիոններին չենք էլ ճանաչում,
Էդի Ծառուկյանի շնորհքն է։ Շախմատն էլ այդ նույն ձևի Սերժ Սարգսյանի շնորհքն է։ Ֆուտբոլը Հայրապետյան Ռուբոյի շնորհքն է։ Ի տարբերություն ձեզ մնացած սպորտսմեններ, շախմատիստներին հալալա, երբ որ Սերժ Սարգսյանին մերժեցին, շախմատիստները հելան կանգնեցին Սերժ Սարգսյանի կողքը, հավատարիմ մնացին Սերժ Սարգսյանին, չուրացան Սերժ Սարգսյանին մեր ազգի նման։ Իսկ մեր ազգը ուրացավ, նույնիսկ հիմա չի գնահատում։ Այդ համար էլ այս օրինակ։ Այդ համար էլ այս օրինակ։ Պարոն Մկրտչյան եւ անհետ կորածների ծնողների կառավարության մոտ այն մեկ շաբաթ ժամանակ են տվել իրենց զավակների հարցի հետ կապված տեղեկություններ ստանան, այլապես իրենք գնալու են հակարիկամուրջ։ Ինչ, տեսեք, ինչ ոնց է վրես ազդում, որ ամեն անգամ տենում եմ այդ անհայտ կորածների ծնողներին։ Տենց պայքարում են, 5 տարի է, ինչ են ուզում այդ մարդիկ տեղեկություն։ Մի հատ տեղեկություն, հիմա էլ հո բարեշել եք, խաղաղությունա ձեր ասած, աղբերություն եկան մալիվ հետ։ Ուրեմն չես կարող մի հատ տեղեկություն ճշտես այդ երեխեքի վերաբերյալը, կենթանի են, թե զոհվել են, թե գերության մեջ են, արա։ Մի հատ տեղեկություն ինչ է, որ այդ մարդկանց 5 տարի դու տանջում եք, արա։ 5 տարի։ Դուք էլ քեֆեր եք անում ձեր համար լավ։ 5 տարի այդ մարդիկ այդ անորոշությունը ավելի դժվար վիճակը, քան իմանան, որ հերը իրանց երեխեքից թեկուզ իրանց երեխեքը զոհված են։ Դուք պատկերացնում եք 5 տարի տանորոշության մեջ, այդ տանջանքների մեջ ու տենում են ձեզ էլ քեֆեր անելուց տեղ ընդեղ։ 5 չեք կարող 5 տարվա մեջ մի հատ ճշտեք, մի քանի օրվա մեջ էլ կարակ ճշտեք իմանաք, այդ երեխեքը զոհվել են, գերության մեջ են։ Դժվար չէ ճշտելը։ Տա Աստված բոլորն էլ անհետ կորած զինվորները բոլորն էլ կենթանի լինեն ու գան հասնեն իրանց ծնողներին, գան հասնեն մեզ բոլորիս։ Այդ եմ ցանկանում ես էլ իրանց։ Բայց այս իշխանություններից հույս չկա։